Բարև ձեզ։ Պետք է ընդունել, որ հենց Լևոն Արոնյանի հաղթանակը դարձավ 2025-ի տարեվերջի լավագույն ալգորիթմը, ինչպես կերտել հաղթանակ պարտության անցյալից, որը հայկական իրականությունում կարելի է թարգմանել, ինչպես չթողնել Հայաստանի ընտրությունը ԵԱՏՄ թե Եվրամիություն, Ռուսաստան թե Թուրքիա կեղծ միջանցքներում։ Եզրափակիչում Լևոնը հաղթեց աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին, որ մեզ հարցնի, շախմատում հաղթանակի պատրաստվելը նման չէ կորուսյալ պատերազմից խաղաղության պատրաստվելուն։ Լևոնն ասում է, երկու դեպքում էլ հենման կետը նույնն է՝ բարդ, զուսպ, կամային աշխատանք տանը, անգամ այն ժամանակ, երբ կսկսեն գործել կովկասյան բոլոր հին ու նոր երկաթուղիները, երբ ադրբեջանական բենզինը Հայաստանում այլևս կչափվի ոչ թե թշնամու, այլ բիզնեսի պարզ նպատակով, իսկ ռուսական ցորենն ադրբեջանական երկաթուղով Հայաստան հասցնելը չի համարվի պայքար Եվրոպային կապող Գյումրի-Կաս երկաթուղու դեմ։ Անգամ իդեալական համարվող այդ լուծումներով հանդերձ Հայաստանի տեխնոլոգիական եւ ատոմային առավելությունների մշտական հասցեն մնալու է հայկական բանակը, որին եթե կուզեք հենց ամենօրյա խաղաղությունն է զգոնացնելու պատերազմի վտանգից, որովհետև չգիտես աշխարհում այսօր ասպատակող ուժի իրավունքը որտեղ եւ երբ ինչ նոր այլանդակություններ է պատրաստում։ Տեսեք ինչպես է ուկրաինական պատերազմը կառուցում եվրոպական անվտանգությունը։ Ինչ է Հայաստանի նպատակը նույնը չէ։ Դե ուրեմն մի ամաչեք խոստովանել, որ Լևոնի կամային թռիչքը հենց մեր նպատակին գնալու փայլուն օրինակ է խաղաղության հերթում կանգնած 2026-ի համար։ Հաջողություն։